հանգստության ուժը։ Ես ուժեղ եմ, երբ հանգստանում եմ, վստահ լինելով, որ Աստված ի վերջո վերահսկում է ամեն բան։ Ծննդոց 2:2-ում ասում է. «Եվ Աստված կատարեց 7-րդ օրում իր գործերը, որ արեց, և 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ արեց»։ Որպես կին մենք հազվադեպ ենք ազատվում մշտական կարիքներից, որոնք պահանջում են մեր ուշադրությունը։ Մենք ջղաձգվում ենք լվացքի կույտերից և շարունակ հիշում մեր անելիքների ցուցակը, որն անկառավարելի է։ Մենք ունենք ընտանիք, որն իրավացիորեն կարիք ունի, որ մենք ակտիվ լինենք։ Նույնիսկ եկեղեցի գնալու համար ամբողջ ընտանիքին տնից դուրս հանելը աշխատանք է։ Այնպես չէ, որ մենք ուզում ենք անտեսել 4-րդ պատվիրանը։ Հիշիր հանգստյան օրը նրան սուրբ պահելու համար Ելից 20:8։ Մենք պարզապես չենք մտածում, որ կարող ենք մեզ թույլ տալ հանգստանալ։ Վերջին հաշվով սա վստահության հարց է։ Մենք մտահոգվում ենք, որ եթե կանգ առնենք, եթե հանգստանանք, Աստված չի կարող հոգ տանել մեզ համար։ Իրականում հանգստի շաբաթի օրվա գաղափարը առողջության և վերականգնման հրավեր է։ Շատ հաճախ կիրակին ինձ համար հանգստի օր չէ, ուստի ես սովորել եմ շաբաթը պահել այլ կերպ։ Նույնիսկ Հիսուսն իր աշակերտներին Մարկոս 6:31-ում ասում է. «Դուք առանձին անապատ տեղ եկեք և մի քիչ հանգիստ առեք»։ Նա գիտեր, որ եթե նրանք շարունակեին այդպես ծառայել և ուժասպառ լինել, օգուտ չէին տա որևէ մեկի և կտանջվեին։ Դառը փորձից հասկացել եմ, որ երբ հոգնած եմ, ունակ չեմ ճիշտ որոշումներ կայացնել։ Ինչու չընդունել հանգստանալու նրա հրավերը։ Ընտրեք որևէ մի օր, կեսօր կամ նույնիսկ մի քանի ժամ և հատկացրեք այն ձեր մարմնին շնչին վերականգնելու համար։ Եղեք նպատակասլաց, ծրագրեք նախապես, անջատեք ձեր հեռախոսը, համակարգիչը, մարդկանց նախօրոք ասեք, որ կապի մեջ չեք լինելու։ Սա հրաշալի ժամանակ է ձեր երեխաների հետ ծիծաղալու, ընկերների հետ զվարճանալու կամ ամուսնու հետ շփվելու համար։ Սնվեք դրսում կամ կերակուր պատրաստեք նախօրոք, դադարեք անելիքների ցուցակը կրկնելուց, փակեք լվացքասենյակի դուռը, մի կողմ դրեք ցանկացած գործ, որ բերել եք ձեր աշխատավայրից։ Այդ ամենը կարվի, բայց ոչ այդ օրը։ Վայելեք Աստծուց տրված հանգստի օրը։ Օգտագործեք այս ժամանակը ձեր սիրտը պաշտպանելու, սնուցելու և պահպանելու համար։ Այս ընթացքում դուք կթարմացնեք այն աշխատանքի համար, որ Աստված ունի ձեզ համար։ Եկեք աղոթենք։ Տեր, ես չեմ ուզում ուժասպառ լինել։ Ցույց տուր, թե ինչպես հավասարակշռեմ աշխատանքը և հանգիստը, որպեսզի իսկապես մտնեմ շաբաթի հանգստի մեջ։ Երբ աշխատանքի եք, աշխատեք ջանասիրաբար, ամբողջ կարողությամբ, իսկ հանգստի ժամանակ հանգստացեք, ընդունեք հանգստանալու Աստծո հրավերը։